Սարգսյանի հետ էլ վատ չէիք, հա։ Լսեք, բոլոր չհասկացա Սերժ Սարգսյանից ինչ է նշանակում վատ չէի։ Ինչի Էդ ինչ ձև եք հասնում։ ձեր բիզնեսները բացելու Լսի, Սերժ Սարգսյանը վարձու աշխատող է եղել։ Եթե միջը հիմա դուք լրագրող եք, այդ չեք հասկանում։ Որ էսի Սերժ լսի այն գերուի, էսի Սերժ Սարգսյանի երկիրը չէ, որ որոշել։ Դրա համար էլ պատժվելու է, ես եմ քեզ ասում։ Իսկ Փաշինյանը, սա Փաշինյանն է։ Լսի, Փաշինյանն է սխալանից, Փաշինյանն էլ է պատժվելու։ Ես էլ անեմ, ես էլ։ Իսկ դուք ինչու եք միացել եկեղեցին։ Լավ եմ արել միացել եմ, դու ով ես, որ ինձ հարցնես ինչու ես միացել։ Քեզ ով այդ իրավունքը տվել։ Ոչ, գալատ են արել, որ տվել է։ Հիմա քեզ ինչ ես լրագրող աշխատում։ Ով է քեզ թույլ տվել լրագրող աշխատես։ Ալուրջը դուք եք, ձեր ամբողջ գալատ անում, չի սիրում, գնացեք հեռու։ Հեռու գնացեք։ Լավ եմ արել միացել եմ, դուք ով եք, որ ես պետքա ձեզ ասեմ ինչու եմ միացել, չեմ ուզում ասել։ Լավ եմ արել ասում եմ, ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցականները լինեն այնպիսի զարգացած երկրներում են, կանոն լինի, բարձր աշխատավարձ ունենան, բարձր եկամուտներ։ Դեսի ոչ ինչպիսին, որ դուք եք լրագրող, կչուրաննա։ Դեսեք, ես կարող եմ ձեզ մի բան ասել։ Ես ձեր մասին եմ մտածում, որտեղ ես կարծում եմ, որ ձեր մասին պետք է մտածեմ, որտեղ դուք բավականին շատ վնաս եք տալի մեր երկրին։ Ես եմ վնաս տալի։ Դուք, այո, իսկ լրագրողական ինստիտուտը շատ է օգնում Հայաստանին։ Ներողություն եմ խնդրում։ Ադրբեջանական բենզին բերողները ու մեր հանրությանը ադրբեջանական բենզինին սովորեցնողները վնաս չեն տալիս։ Ես նայեք մի բան ասեմ, եթե դուք կուսակցական եք, ես կուսակցական չեմ։ Եթե կուսակցական չեք, նոր ես հայերեն բացատրեք, նշանակում է դուք պրովոկատոր եք, խաբեբա եք, ստախոս եք, լսեք ինձ նորմալ է սրանից փող ես վեկալում, որ գնաս պրովոկացիա անես։ Ոչ, ես չեմ վերցնում, դուք Ադրբեջանից եք վերցնում եւ դա արդեն բացահայտ է։ Ադրբեջանի հետ բացահայտ, դուք ադրբեջանական բենզինով վերել եք, մեր ժողովրդին դարձնում եք իրենց հերոսներին ուրացում։